Հայաստանում մարդ կա, որ իմ դեմը կանգնում է ինձ հակաճառում է, բան ինչի՞ց մինչև մի սան չեք սպանել։ Ածն իրան տեստվյալները հատիկ տալիս են, այնտեղ քանի հոգի մարդ է եղել, ով զոնտիկի տակ եղել, ով անձրևի տակ առանց զոնտիկ կանգնած եղել։ Հիմա հարց է առաջանում, լավ մարդը այդքան մազոխիստ կլինի կամ սադիստ կլինի, որ ինքը իրան խափի։ Կան չպատասխանողների մեծ խումբ, որ առհասարակ չեն պատասխանում, բայց ոչ մի հատ այդ սրտիկ քարոզարշավի կողմնակից չի եղել։ Ֆենոմեն է։ Լսին, այդ մարդը նույնիսկ Հայաստան հիմնադրամը թաղեց։ Ընտրատարածքները չփակած արդեն շնորհավոր են արդար ընտրությունների կապակցությամբ։ Խոնարհվեք, բան, տենց օ մեծն, օ բարեգութ, օ բան արդարամիտ։ Համադրությունը թողեց ոնց որ Սերժ Սարգսյանի համար կարած էր նենց հակավ նստեց մի հատ խնդիր չունեցավ դրա հետ։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակորպորացիայի։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյան տա, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք այսօր երկուշաբթի է ես եւ Ապետիսը դատապարտված ենք ամեն երկուշաբթի քննարկել քաղաքական ամենակարևոր իրադարձությունները, բայց միջ սկսելը պիտի խնդրեմ մեծ բաժանորդագրվեք եւ խնդրում եմ մեկնաբանություններում մեզ հարցեր, չգիտեմ, արձագանքներ գրեք, առաջարկներ, ես համաձայն եմ, որովհետեւ YouTube-ը ունի իր ալգորիթմը, որով դրանով դիտումները ավելի ավելացնում է, մեր լսանը մեծանում է, մենք էլ դրանից մենակ ուրախանում ենք։ Այդ մեկ, էլ ինչ ունեինք ասելու, մարտի 8, անցյալ մարտի 8-ը։ Շնորհավորում ենք մեր բոլոր հետևորդների, նրանց հարազատների եւ բոլոր ընդհանրապես ոչ նիկոլականների մարտի 8-ը։ Լավ, դե դու նայում նիկոլականներին էլ ենք շնորհավորում։ Ես չեմ շնորհավորում, դու ուզում ես շնորհավորի, ես չեմ շնորհավորում։ Ոյ, դվատն ես։ Մեզ համար հատկապես կարևոր են կանայք, ովքեր մեզ ուշի ուշով հետևում են, գիտես չէ, ամենասրտացավ, ամենատենտ բան մեկնաբանությունները, ամենահուզիչ մեկնաբանությունները միշտ կանայք են գրում, այնպես որ շատ հաճելի է, որ իրենց լսանը մեր գոնե ոդկասթի տակ մեծ է, փոքր չի։ Այնպես որ ձեր մարտի 8-ը շնորհավոր սիրելի կանայք։ Գնացինք, ոյ, մի րոպե, ուժես հավաքեմ։ Ուրեմն, Նիկոլ Փաշինյանը ներքին, ինչա կոչվում, ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում արշավում է մարզեր։ Տատս կասես զվռնում է մարզերով ու չգիտես ինչի դա իհարկե ավելի շատ բուն քարոզարշավը հիշեցնում ոչ թե ներկուսակցական, որովհետև չեմ կարծում, որ այդ, չգիտեմ, Արմավիրի փողոցներում կամ, չգիտեմ, Գյումրու փողոցներում կամ Արթիկի փողոցներում հենց բանի ՔՊ պատվիրակներն են, այդ մարդիկ են, ովքեր այդ ներկուսակցական ընտրությանը մասնակցում են, բայց ինքը այս քարոզարշավը սենց բոլորիս վրա թանգով ծախում է, էլ պերաշկի ա ուտում, էլ կուկուրուզ ա ուտում, էլ սուջուխ ա ուտում, չգիտեմ, էլ գաստրոնոմիան բրցնելու է հեսա շուտով էլի, ես հույս ունեմ, բայց թվում է թե լավ գործ անում, չէ, իրան PR-ում է, ինքը իրան պիտի որ դրական ներկայացնի, միայն նվաճումներից խոսվի, բայց այս քարոզարշավի ընթացքում շատ տարօրինակ բաներ են տեղի ունենում։ Մի կողմ ենք հողում մարդկանց արձագանքը, որոնք այդքան համարձակություն են դրսևորում ու կարողանում են իրան, չգիտեմ, միտեղ մերժել խանութ չթողնել, միտեղ անհարմար հարցեր տալ, միտեղ, չգիտեմ, ինչ որ բանից դժգոհ լինել, բայց մյուս կողմից էլ այս մարդը այդ հարցերին, այդ դժգոհությունը շատ վատ արձագանքում, հա։ Ասենք, չգիտեմ, մեր հետևորդները գիտեն թե չէ, բայց մի փոքրիկ դրվագ կար, որ մանկապարտեզը կարծեմ Արթիկում, չէ, մանկապարտեզի շինարարության մասին են հարց են տալիս, ասենց մի հատ վրթովում է, ասում է, իսկան բան ենք ձեր համար անում, մանա, էդ էլ են կարել, էն էլ են կարել։ Պետքա չանեին։ Հա, պետքա չանեին, որ իմանայիք։ Սենց կողքից նայում էի, լուրջ, անկեղծ, նայում էի, ասում էի, լավ, ես կհասկանայի, եթե մարդը սենց արձագանք տար, այն պարագայում, եթե ինքը իր գումարով արել։ Ասենք, չգիտեմ, պերաշկու բիզնես ունի, լիքը փող է աշխատել պերաշկու բիզնեսից, այդ փողն է որոշել է, չգիտեմ, շոր ու կոշիկ չառնի, արտասահմաններում մանգալուն չծախսի, բերի Արթիկում մանկապարտեզ սարքի։ Բայց ախր դրա մասին չի խոսքը։ Այդ ամեն ինչ արվել է պետ բյուջեից, ընդ որում այդ հարց տվող մարդու հարկերից նաև, հա։ Այո։ Ինք պատվիրատուն է, ասենք որտարապես ոնց որ ես տանը վերանորոգում անեմ, ասեմ, ես ինչ անդուր պատ եք սարքել, մեկը վերդառնամ ու Նաթանի, ես էլ կարայինք ասում չանեք։ Էս ինչ գժանոց է, մի հատ դու ինձ այդ ասա։ Նայ, Զարա, իր ասացի իմաստը գիտես ինչն է։ Իբր թե ես կարայի այդ փողերը յուրացնեի, այդ մեր բյուջեի եկած փողերը յուրացնեի, բայց ես ինքն այնքան բարի, այնքան ազնիվ մարդ եմ, որ
այդ փողերը փոխանակ Գողանայի բերել եմ ձեր համար մանկապարտեզ եմ սարքել ու դուք այնքան անշնորհակալ մարդիկ եք որ փոխանակ ինձ գաք Սենց Խրախուս եք, որ չեմ գողացել։ Խոնարհվեք, բան, տենց օ մեծն, օ բարեգութ, օ բան արդարամիտ, դու մեր համար պարգևեցիր այս հրաշալի կյանքը, բան, հələ այդքանից հետո մի հատ էլ արա բողոք մեկ չհասկացանք։ Չբռնեմ իսկականից սաղ գողանամ։ Հիմի ասենք ենթադրենք գոնե, ասենք բյուջե եկած գումարի, ասենք 20%-ն եմ թողում ձեզ, ձեր վրա ծախ։ Դե կարամ չի ասենք 100%-ն է տանեմ։ Ով եք դուք։ Կարա կնզի ասեք ով եք դուք։ Իրա ապագա ընտրողն են։ Ով եք դուքը ո՞նց է, ո՞րն է։ Ասենք ինքը հույս ունի այս մուննա-ձուննաթով գնա Քարոզարշավի ու այդ մարդը գնալու է ընտրի իրան։ Կամ այն, չգիտեմ, այն մյուս մանկապարտեզի տնօրենի հայրիկը, որին այդպես նեղացրեց եթերում։ Ու տեն շատ մարդիկ։ Այ իրականում, քանի որ Նիկոլ Փաշինյանը գեղարվեստական ճաշակ չունի, ասեմ քեզ ինչի համար եմ ասում։ Ասենք ինքը դե բան չի գնացել թատրոն, բան, տենց ֆիլմեր նայելու երևի բան չունի։ Կրթվել նորաձևել արշավին նորա սկսել Ինքը մասնակցել։ գիտի թե գիտի մենակ ինքը կարա թատրոն բեմականացնի։ Ասենք չգիտի որ թատրոն կա, որ թատրոնում մարդիկ դերասաններ կան, տենց մեռնում են, ամուսնանում են, բայց դա բանն է, էլի սցենարով գրած է։ Ինչ տեսակնարկում է թատրոնը։ Դե ինքը թատրոններ է, չէ՞, այդ հանդիպումները նախապես կազմակերպված ընդ թատրոններ կա եւ այնտեղ կան դերասաններ։ Ավելին ասեմ, մենք ինֆորմացիա ունենք, որ հատուկ անվտանգության աշխատակիցները անցնում են այդ փողոցներով ու ստուգում են այդ մոտակա խանութների, չգիտեմ, ինչ որ փոքրիկ բիզնեսների տերերը ոնց են տրամադրված Փաշինյանում։ Եթե վատ են տրամադրված, այդ մասը շրջանցում են, հա։ Նայ, երբ որ այդ թատերական ներկայացման դերասանները գալիս են ասում են, օ, պարոն Փաշինյան, շնորհակալ ենք ձեզ եւ այլն, այդ մինչեւ քանի դեռ գործողությունները սցենարի շրջանակներում է, ինքը իրան դեն շատ լավ է պահում։ Ինքն էլ է սցենարի Ինքն էլ շրջանակներում։ ախպեր հենց մեկը սցենարից դուրս ինչ որ մի հատ իմպրովիզ ալնում, մեկը ասում է, չգիտեմ, մեկը ասում է, ես կաթողիկոսի մի վիրավորեք, մեր կաթողիկոսը։ Դուք իրավունք չունեք ընտրել կաթողիկոսը։ Հա, ախպեր, այս մարդը դուրս է գալի հապերից, ոնց է ասում Բանը կորցնում է, էլի ինքը իրան կորցնում է, դե ոնց թե, ու դա այդ բանը լավ սվաղած, այդ մակիաժ արած բանը հրեշտակի տակից դուրս է գալի հրեշը։ Ահա մեկ է տենում են այդ լուսապսակը, այդ բարի, ես ձեզ սիրում եմ, ես խոնարհում, հա, դառնում է մարդակեր, արա սրանց կերեք, արա, հորա ոնց լսես մարդ կա, հələ Հայաստանում մարդ կա, որ իմ դեմը կանգնում է ինձ հակաճառում է, բան սա ինչի՞ց մինչև մի սրան չեք սպանել։ Սա հələ իրավունք ունի ապրելու, լս մի սարսափելի տեսարան, ասենք Այդ դեպքում երկու հարց կնես, որ ընդհատում եմ, ուղղակի որ շատ հեռու չգնանք թեմայից։ Նախ այդ թատրոնը ում համար է բեմադրված։ Մեզ համար, թե Նիկոլ Փաշինյանի, որտեվ անկեղծ ես տպավորություն ունեմ, որ ինքը այնքան հոգեկան անհավասարակշիռ վիճակում է, որ իր թիմի անդամները կարող են այդպիսի թատրոններ բեմադրեն, որտեղ ամեն ինչ լավ է, մի անհանգստացի, ժողովուրդը մեզ առաջվա պես սիրում է, դեռ 2018-ն է, որտեղ դու 85% ձայն ունես, դու խաղաղ եղի, լավ է լինելու ամեն ինչ։ Կարող է իր համար է այդ թատրոնը ոչ թե մեր համար եւ երկրորդ հարցը ինքը այդ թատրոնը բեմադրելով ինչ որ արդյունք ունենում է թե չէ իրականում այդ թատրոնը բեմականացված է իր համար եւ իր պատվերով ասեմ ինչի համար իր պատվերով ինքը իրականում երբ որ տեսնում է որ մարդիկ ինքը այդքան իրականությունից կտրված չի որ մտածի որ գիտես բանը հայ ժողովուրդը առաջվանն է, էլի ինքը վայելում է այսպես կոչված համաժողովրդական սերն ու վստահությունը, չէ, դե ինքը գիտի, չէ, ասենք առաջ ասենք առաջ հրապարակում իր կոչով հավաքվում էր, ասենք 60-70 կամ 100,000 մարդ, հիմա ասենք բանով ծեծելով 600 մարդ, ինչ 6,000 երբ է ինքը հավաքել, վերջի չի հավաքել։ Անգամ Ավինյանի բանն ա եղել 4,000 ա եղել Քարոզարշավի ժամանակ։
նու 4000 մի քիչ չափազանցացնում ես, բայց լավ, նույնիսկ 4000-ը 6000 չի։ Ես գիտեմ, որ մի 2000-2500 մարդ է հավաքվել, վերջում մնացել էր 1000 մարդ։ Դե գոնե պատարակները դրա մասին վկայում են։ Ասենք իր հետ պատարակ էր գնում, ոյ 600 մարդ լավագույն 600 մարդ, այ 600-ը համաձայն եմ, 6000-ի հետ չէ։ 600-ը իր ընտրողն է։ Նու 600 մարդ էլի իր ընտրողը չի, բայց 600 մարդը բանով, մտրակով, չգիտեմ, խաբեության, կաշառքով, արտադրանքով, մի խոսքով։ Լսի, այսինքն ինքը գիտի, որ, այսինքն նենց չի, որ իր շրջապատը իրան խաբում է, ուզում է ցույց տա, որ դու ունես համաժողովրդական սեր եւ վստահություն, ինքն էլ այտենց բանը ապրում է, բանում էլի, այտենց եթերային մի հատ վիճակում։ Կտրել է իրականությունը, չի տիրապետում իրավիճակին։ Հիմա հարց է առաջանում, լավ, մարդը այդքան մազոխիստ կլինի կամ սադիստ կլինի, որ ինքը իրան խափի, հիմա հարցը չի առաջանում, լավ, եթե դու գիտես, որ մարդիկ քեզնից զզվում են, կամ մարդիկ քեզանից նողկանք են ապրում, տենում են վատանում են։ Օրերն են հաշվում։ Լավ, այդ դեպքում հարց է առաջանում, լավ, ինչի՞ ես դու այդ թատրոնը բեմականացնում։ Դες ես քեզ ասեմ, այդ թատրոնի բեմականացման միակ իմաստը էս է, որ ինքը հունիսի 7-ի ընտրություններում մտածում է պետք է ընտրակեղծարարություն անի։ Նախապատրաստում ասում աղբեր, բտենում էիք, այդքան գնում էի մարդիկ փաթաթվում էին, խոնարհվում էին, բան էին անում։ Աղջիկերքից ձեռքն էին խնդրում, ապրես, ըհը։ Ասի, բա այդքան մարդ բայց այդ ձայները, որ այսօր Վահագը Հովակիմյանը հայտարարեց, որ ես 1500% եմ ստացել։ Բայց դա որտեղից կարող է դա օդից իջավ, դա են Գյումրիի, են Արմավիրի, Արտիկի, բան, ման այդ սաղ ձեները 100% ընդեղից եկավ, 100%, 15 հատ այտենց 100% եկավ, Վահագն Հովակիմյանն էլ այդ 100%-ները 15 հատ գումարեց, ասեց 1500% պարոն Փաշինյան ստացել եք։ Ես էլ ասացի ախպեր, առաջի անգամ պատմության մեջ sense բան եղավ, որ մինչև մի չեր եղել Եվ առաջի անգամ ստացվեց։ Թվում է թե հումոր ես անում, բայց հաշվի առնելով, որ մեր էկոնոմիկայի նախարարը Գևորգ Պապոյանն է, Ես հումոր չեմ անում, սրանցից ամեն ինչ հնարավոր է։ Ու ես քեզ ասեմ, ինչ որ ձև կապացուցեն, որ կար այդ 1500%-ը։ Վահագն Հովակիմյանը տենց էլ կասի։ Կասի 100% եկել է արդիկից 100% տենց գումարել եմ Ընդամենը 15 բանից, չէ, միավորից այդքան։ Հա, 15 տեղից եղել է 1500, ինչա, որ դուք 15 հատ 100-ը գումարում եք իրար, ինչա ստացվում։ Ֆենա իմ կալկուլյատորով ախպեր ջան, ճապոնական էլ կալկուլյատորը չի կարա վատ աշխատի կամ սխալ թիվ ցույց տա։ Ֆենա գումարում եմ ստացվել է 1500, ով չի հավատում կարող է ինքն էլ այդ նույն բանով կալկուլյատորով հաշվիչով էլեկտրոնային գումարի կստանա նույն թիվը։ Ինքը սարսափի մեջ է, ահա որ ես խուճապի եւ սարսափի մեջ է։ Ես քեզ մի հատ բան ասեմ։ Անցած շաբաթվա մեջ, եթե դու ուշադիր եղար, հրապարակեցին ինչ որ մի հատ Իրի, հա, ամերիկյան հայտարարության ինստիտուտի հանրապետական միջազգային հանրապետական ինստիտուտ կոչած ինչ որ մի հատ հիմնարկի Ընդորում դրան նախորդեցին մի քանի հրապարակումներ մամուլում, որ այդ թվերը վաղուց հայտնի են իրանք փորձում են հիմա ինչ որ ձև շտկեն, բանանեն, պայմանավորվեն ամերիկացիների հետ, որ դա բարձրանա իբր թե Վենսի այցի արդյունքում իրանք աճան ունեցել, տենց նյութեր են գնացել, վստահ եմ տեսել։ Նախ ես չգիտեմ այդ հարցում օրինակ որտեղ է արվել։ Կարող է դա արվել է ամերիկյան դեսպանատան շենքում։ Ասենք կամ այդ բանի green card սպասողների հերթի մեջ։ Չէ, շենքում, հենց շենքում աշխատողների մեջ։ Ասենք մասնակցել են, ասենք ու դեսպանն էլ վերջում խմբագրել է հարցումը։ Ասենք, հա, որովհետև օրինակ ես քեզ մի բան հարցնեմ, օրինակ եթե մեր տանը, ասենք սրանից մի 3 տարի առաջ, երբ որ մայրս կենթանի էր, հարցում անեին, թե ասենք այս Հայաստանում ամենաշատը ինքը ում է սիրում, ես առաջի տեղը կընկնեի։ Հա, բա ինչ դու մտածում ես ինչ մերս պետք է հարևանի երեխուն ասել։ Նույնն ամերիկյան դեսպանատանը, եւ որ հարցում անում իրանց երեխեն է, ես տենց նկատի ունեմ։ Հələ որ դու պատկերացնես, որ նույնիսկ այդ պայմաններում
25% է, չէ, 24% էր, 25%։ 24-ը ոնց որ թե վստահում են, բայց այնտեղ 18-ն են միայն իր քայլերը, չգիտեմ, համարում ճիշտ, որ իր քաղաքականությունը, այսինքն դրա մեջ էլ հակասություն կա, ասենք չի կարա մարդ լինի, չէ, որ ասում է ես գնալու եմ ընտրեմ ԿՊ, բայց դրա հետ մեկտեղ ասում է, բայց Նիկոլյա վարած քաղաքականությունից դուր չի գալի։ Բան ինչու՞ ԿՊ ընտրում։ Նույնիսկ չի էլի, որ ԿՊ-ում լիքը Նիկոլից բացի վառան հատականություններ կան, որ դու ասես, այ չգիտեմ, Ալեն Սիմոնյանի խաթր գնում եմ ընտրեմ ԿՊ, որովհետև իրա նման ազգային ժողովի նախագահ այս երկիրը չի ունեցել։ Լսի, Հակասում է իրար։ հիմա ես քեզ հարց եմ տալի, ինչի դա հրապարակեցին։ Էլի նույն պատճառով, կեղծիքը արդարացնելու համար։ Մեկ էլ բան թևաթափանելու, որ ժողովուրդը մտածի, որ ընտրությունները մեկապարտված է, չգնա։ Ոչ, դրա հետ համաձայն չեմ։ Ժողովուրդը շատ լավ գիտի, որ Նիկոլ Փաշինյանը պարտված է։ Ես քեզ մի հատ sense օրինակ բերեմ, շատ որը սոցիոլոգիական հարցումից 10 անգամ ավելի հավաստի է եւ ավելի արդար է։ Ուղիղ մի շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը եկել էր Արմավիր։ Հիմի մարզպետարանով, քաղաքապետարանով, էլի այդ պլետով, մտրակով, բանով, այտենց նաև բնականից։ Որոշ մարդիկ բնական գնացել էին, հա։ Ասենք մի 150-200 մարդ հազիվ հավաքվել էր։ Հիմի քեզ ասում եմ, շաբաթ օրը Արմավիրի մարզում գրասենյակի բացում էր, ուժեղ Հայաստան կուսակցության գրասենյակի բացում։ Ես ուզում եմ մի հատ մեր հետևորդներին մի հատ բան պատմեմ։ Ես այդ օրը, շաբաթ օրը, վերադառնում էի ամսի 7-ի մասին է խոսքը, մարտի 7-ի մասին է խոսքը։ Վերադառնում էի Երևանից բան, Արմավիր։ Ուրեմն այդ Մեծամորի ու Արմավիրի քաղաքների միջև տենց մի 6 կիլոմետրանոց հատված կա։ Ուրեմն մեկը տեսնում եմ, սենց ինչ-որ ավտոբուսներ են կանգնացնում այս բարեկային ծառայության աշխատողները, ու մի հատ չէ, երկու հատ չէ, 4 հատ, 5 հատ, 6 հատ, ու նաև սենց ինչ-որ մեքենաներ են կանգնացնում, այդ 6 կիլոմետրանոց հատվածում մի 10 քանի հատ բարեկային ծառայության մեքենա, այս մեքենաներ են կանգնացնում ու ավտոբուսներ հիմնականում։ Հետո Բայց ինչ հասարակ տրանսպորտն են կանգնացնում, թե ինչ որ Չէ, լսի, հետո իմացա, որ ժամը 4:30, 16:30 Արմավիրում բանի ուժեղ Հայաստան կուսակցության գրասենյակի բացում է։ Ու այդ կուսակցության համակիրները, կուսակցականները, ես այդ բացմանը ինքս չեմ մասնակցել, ես ասեմ, մնաց չի որ ես մասնակցել եմ։ Ես կադրերն եմ տեսել։ Կադրերը ես էլ եմ տեսել։ Լսի, կանգնեցի տենց հետաքրքրվեցի, ասես ինչ է, պարզվեց այդ համակիրները գնում են կուսակցության գրասենյակի բացմանը, ու Նիկոլ Փաշինյանը Արփինե Սարգսյանին ՆԳՆ այդ նախարար կոչվածի հրահանգ է տվել, ասելա մոտարապես ինչ ասած կլինի, ասենք, որ նա ասելա լարվածեք այդտեղ չհասնեն, չգիտեմ, մի բան արեք։ Ցույց տվեք նրանց ամբողջ ուժով ցույց տվեք նոր Հայաստանի հզորությունը։ Պետության համը։ Պետության համը թող մնա բերանները, այո։ Ճնշեք նրան մեր իշխանության ամբողջ ուժով։ Արա ասենք ես Արփինե Սարգսյանը դուրս է եկել սենյակից, ու ես ենթադրում եմ, էլի արա ասել լավ ոնց ցույց տանք մեր իշխանության ամբողջ ուժը կամ Պետության համը ոնց ցույց տանք, մի երկու հատ կուկուրուզ առնենք, բաժանենք, պերաշկի բաժանենք։ Արա ասել լավ ինչ անեմ։ Սենց կանչել այդ բարեկային ծառայության պետին, արա ասել ոնց կարանք բան անենք, էլի պետության համը, որ դրանց բերանը մնա կամ ոնց ճնշենք ամբողջ իշխանության ուժով։ Էլի ասել ախպեր կարանք կանգնեցնենք սրանց ավտոները։ Ասել որ կանգնեցնենք ինչ անենք։ Տեխաս մոտոր ստուգենք։ Դա կանգնեցնենք էական չի։ Որ կարանք կանգնեցնենք։ Կանգնեցնենք, չէ՞։ Եմ սովետական միության ժամանակ այդպես մի հատ անեկդոտ կար, ասում էին սովետական միությունը կամ Հայաստանը ամբողջ թափով գնում էր կոմունիզմ, մեկը գային կանգնացրեց։ Հիմա ստեղ է ախպեր ջան։ Կանգնացրեք ախպեր ոնց թե։ Լսի, հետո ես տեսա այդ կադրերը ու համեմատեցի։ Լսի 5 անգամ, 6 անգամ ավելի շատ մարդ կար։ Հիմա մենք կմեղադրենք ասենց Ավել Կարապետյանի կուսակցության գովազդն է կանում եթերում։ Լսի, ես գովազդը չեմ անում, ես մի բան ասեմ, թող դնեն համեմատեն։ Լսի Նիկոլ Փաշինյանը հո գիտի,
Լսի Նիկոլ Փաշինյանը գիտի, չէ՞ որ իր Իհարկե, ածան իրան տեստվյալները հատիկ-հատիկ տալիս են, այնտեղ քանի հոգի մարդ ա եղել, ով ազոնտիկի տակ եղել, ով ադրևի տակ առանց զոնտիկ կանգնած Լսի եղել։ ոչ մեկ զոնտիկի տակ կանգնած չէր, փողոցը, կենտրոնական Արմավիրի կենտրոնական փողոցը կիսափակ վիճակում է, այսինքն Նիկոլ Փաշինյանը դա տեսել է։ Լսի, ամեն ընտրության ժամանակ, սենց ասենք, մի հատ քաղաքական ուժ ա լինում, մենք դրա մասին էլի ենք խոսել, որի հետ հասարակությունը կապում է փոփոխությունների հույսը։ Միշտ մի ուժ առանձնանում է։ Իհարկե իշխանությունները միշտ փորձում են բանել ստեղծել, շեղող ուժեր էլ ստեղծել, մտցնել խաղի մեջ, բայց մեկը Կեղծ ընդդիմադիրներ էլի։ կեղծ ընդդիմադիրներ, նաև ոչ կեղծ, բայց որ կիսեն, միշտ ասել եմ 36 տարի եթե դու մենք գնանք հետ կանք առաջ, միշտ ամեն ընտրությանը տես մի ուժ ելնում է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը եթե սոցիոլոգիական հարցում է ուզում, Էթո նայի իր հանդիպմանը իշքան մարդ է եկել, ունենալով հսկայական վարչական ռեսուրս։ Ոչ մեկին այդ քո ասած մտրակով չբերի, գոնե։ Չէ, լավ, մտրակով բերել է, բլիթով բերել է, ամեն ինչով բերել է։ Լսի։ Հիմի բանը մի հատ պրոստը հաշվի էր, երկու ֆոտոն դնեն իրար կողք, հատիկ Դանիել Լեոնիսյանը թող այդ հաշվարկը կատարի։ Ընդ որում Սամվել Կարապետյանի կուսակցության գրասենյակի բացմանը Սամվել Կարապետյանը չէր եկել։ Տնային կալանքի մեջ է։ Հա, որտեղ կալանքի մեջ է։ Հիմի դու պատկերացնում ես, ասենք ենթադրենք, եթե Սամվել Կարապետյանը գար այդտեղ։ Ասենք ես վստահ եմ։ Ողջ Արմավիրի մարզը կհավաքվեր։ Հա, դե մի ամբողջ մարդը չէր հավաքվի, բայց մի բան խնդրելու, մեկը էլի մանկապարտեզ կուզեր, մեկը ճանապարհ կուզեր, չէ։ Լսի, հա, մեկը կասեր, որ լսել ենք, որ 20000 բնակարան է։ Մեկը կասել երախուս վարձը չեմ կարում տամարի օգնի։ Հիմա քեզ ուրիշ բան կարան, չէ՞ ասեն։ Կասեն, ախպեր, այդ Սամվել Կարապետյանի կողմնակիցները ինչ որ ակնկալիք ունեն Սամվել Կարապետյանից, ֆինանսական, չգիտեմ, ASN-ն, գալիս են գլոբալ ակնկալիք ունեն հարուստ պետությունում ապրելու, հարուստ լինելու, հարուստ պետությունում ապրելու։ Ամեն իշխանությանից, նույնիսկ նոր իշխանությունից, գործող իշխանությունից մարդը ակնկալիք ունի։ Բարեկեցության ակնկալիք, անվտանգության բարեկեցության ակնկալիք, ես չի որ շատ բան ենք իրար Եվ որ Նիկոլ Փաշինյանի հավաքներին մարդ չի գալի, դա ցույց է տալի, որ հասարակությունը Իրանից ակնկալիք այլևս չունի։ Կամ էլ չի հավատում, որ բանը։ Դա նույն բանն է, ակնկալիք ունի թե չունի, կամ չի հավատում, կամ դա նույնն է, եթե դու մեկին չես հավատում, դրանից ակնկալիք չունես, բնական է։ Հա, Այն մարդու կուսակցությունից ակնկալիք ունեն։ Մի բան էլ ասենք, որ այդ ակնկալիքը նենց չի, որ իրանք գոնե հասարակությունը գիտի, որ այդ ակնկալիքը առարկայական չի, հենց այս պահին չի, էլի, նենց չի, որ Սամվել Կարապետյանը գալու է ընտրություններ, չգիտեմ, 1000 դրամ են հա, գրպանի փողը հանելու, սկսելու է բաժանել, չէ, իհարկե չէ։ Չէ, մենք բոլորս ակնկալիք ունենք տնտեսական աճի ու ընդ որում այդտենց հարուստ մարդու արկայությունը նաև մի տեսակ ոնց որ սենց բան է, չէ, պաշտպանվածության զգացում է տալի, որ այդ քիթը չի խոթելու բյուջեի մեջ, այդ բյուջեն սեփական գրպանի պես չի օգտագործելու, չգիտեմ, իր թիմի անդամներին ափեղտ վճարներ չի տալու, այդ փողերն էլ տուն չի տանելու, էլի։ Ասենք տանի ինչ, իր քանի միլիարդ ունի հիմա դրան մի քանի միլիարդ ավել պակաս իր տանը դա չի զգացվելու, բայց այս իշխանությունը այդ դեպքը չի, էլի, իրանք սոված եկան, հիմա այդպես հարուստ ասել քեզ։ Մեր հաղորդման սկզբում դու ինչ էիր ասում։ Ասում էիր ինքը նենց է իրան պահում։ Ոնց որ իր ջեբից է տալի։ Լսի, օրինակ Սամվել Կարապետյանը բան արել։ Հա, ու որևէ մեկին բան չի անում։ Շատ գովազդային հաղորդում է ստացվում։ Չէ, ես քեզ հարց եմ տալի։ Լսի, դե հիմի ընտրությունն է։ Հիմի ես լիք որ խոսալու ունենք Սամվել Կարապետյանի թեմայով կարամ լիքը վատ բաներ էլ ասեմ։ Այնիշի որ ես չկա, էլի եմ ասում, չկա 100% քաղաքական գործիչ ու չկա 100% քաղաքական ուժ։ 100% ամուսին չկա որ ասես, ընտրես ու երջանիկ լինես ամերժ։ Ես ուրիշ բան եմ ասում, ես ասում եմ ինքը Նիկոլ Փաշինյանը ու իր թիմակիցները թող ասեն որևէ մեկին 1000 դրամ իրանց տարած փողերից կամ իրանց ստացած աշխատավարձից մեկին 1000 դրամի օգուտ կամ լավություն արած կան, ես միլիոնավոր պարգևավճարներ են տվել։ Դա տենց չի է պարգևա, ես ասում եմ Նիկոլ Փաշինյանը օրինակ 1000 դրամ
փող տված լինի Հայաստան հիմնադրամին։ Կամ ասենք մի հատ ինչ-որ մի հատ նեղության Ավելին ասեմ, 1 միլիոն վերցրես, չէ՞, այդ Արցախը հանձնելու խայտարակ գործարքի դիմաց 1 միլիոն մրցանակ ստացավ, չէ՞, զայե դա զայե, բա ինչա դրա մրցանակը։ Հայտարարեց, ասեց բարեգործությանն եմ տալու, մինչև հիմա ասում եմ, չեմ որոշել ինչ բարեգործության։ Դա չէ, այդ 1 միլիոնն է կրիսից անում, էլի ջոկում ես, դա չէ, չի տալիս, ասենք, այդ էլ քո արժանինքներից ելնելով չի այդ մրցանակը։ Լսին, այդ մարդը նույնիսկ Հայաստան հիմնադրամը թաղեց։ Թաղեց, որ 100 քանի միլիոն հանեցին։ Լավ, հələ այդ 100 քանի միլիոնը բացի։ Լսի, վերջի տարիների ընթացքում Հայաստան հիմնադրամի մասին դու լսել ես։ Չէ, բայց ով է վստահում իրան։ Առաջ այդ հիմնադրամը վստահություն ուներ, ծրագրեր էր անում, հաշվետվություններ էր ներկայացնում իր մոտից, փողերը չէին փոշի անում, մոտ չէին թռնում։ Հիմա իրականում ոչ մի հիմնադրամ չունի այդ վստահությունը, ոչ էլ Ինքայլին են վստահում։ Հա, որովհետև ինքը նույնիսկ ասում եմ, նույնիսկ այդ հիմնադրամը թաղեց։ Գերեզմանը փորեց, տարավ դրեց, վրեն հողը տվեց վրեն։ Մի հատ բան էլ ես պատմեմ, էլի այդ քո որ ասում ես ցանկացած սոցհարցումից ավելի լավ վիճակագրական տվյալ եմ քեզ բանանում։ Մի հատ էլ անցյալ շաբաթ ես եմ նկատել, ընդ որում շատ զարմացել եմ։ Գիտես, դե մեր մոտ Սամվելը Վարդանյան հարցումներ է անում։ Այս անգամ հարցը բանն է Նիկոլ Փաշինյանի սրտիկով քարոզարշավ է, էլի, ձեր վրա ազդումա չի ազդում, հետկապես որ ինքը ասել էր, որ թող Սամվել Կարապետյանն էլ տանից լայվեր մտնի, չգիտեմ, ինտերնետ կտանք, հեռախոս կտանք, թող Քարոզարշավանի Facebook-ով։ Այդ հարցումներ, ուղղակի պարզ հարց է, ձեր վրա ազդում է Քարոզարշավը, թե չէ, արժի որ Սամվել Կարապետյանը այդ ֆորմատով Քարոզարշավանի, թե չէ։ Ուրեմն մի հատ պրո-նիկոլական կոմենտ չի եղել։ Նայել եմ, հարցումը հələ չհրապարակած վիճակում էլ, իմ պատկերացնում եմ, փակ լինքով նայել եմ, գրել եմ Սամվելին, վստահ էի, որ չեն արել, բայց այնքան մի հատ նիկոլական չկար այդ պատասխանողների մեջ, մեկը չկար ասել, հա, ես այդ սրտիկը շատ սիրեցի, Քարոզարշավը անպայման իրան եմ ընտրելու։ Գրել եմ Սամվելին, ասում եմ, Սամվել ջան, կարող է նիկոլական պատասխանները կտրելս։ Ну մարդ ես էլի, ինքն էլ բանը անդիմադիր ակտիվիստ է, իրան անդիմադիր հայացքներ ունի։ Անդիմադիր հայացքներ ունի, մարդ ես կարող է ասում եմ, միտեղ քրտծրել են էլի մի երկուսին։ Ասում եմ, չէ, ոչ մի հատ չի եղել։ Ոչ մի բան ձեռ չենք տվել։ Ամեն կան չպատասխանողների մեծ խումբ, որ առհասարակ չեն պատասխանում, բայց ոչ մի հատ այդ սրտիկ Քարոզարշավի կողմնակից չի եղել։ Ֆենոմեն է։ Լսի, նույնիսկ ես օրինակ բանը, ես գիտեմ նիկոլականների, իմ շրջապատում կան, բայց հիմա քեզ մի հատ բան ասեմ, օրինակ նույնիսկ նրանց վրա, այս Նիկոլ Փաշինյանի օրինակ այդ մարդկանց բռնելը, այդ շաբաթօրվա այդ հրահանգը, շատերի վրա վատ էր ազդել։ Ես որովհետև այդ որ ասում եմ բանը բարեկային ծառայությունը տասնյակ մեքենաներ կանգնացրել էր։ Լսի, որովհետև տես, իրականում այդ մեսիջը ինչ է նշանակում։ Ուզում են իբր Նիկոլ Փաշինյանը կամ Արփինե Սարգսյանը իրանց խելքով մտածում են, որ վախացնեն, չէ՞ մարդկանց, հասարակությանը վախացնեն։ Բայց կատաղացնում է։ Լսի, իրականում իրանք բացահայտում են իրանց վախեցած վիճակը, որտեղ մարդը դրանից կյանքում չի վախենա, կամ ասենք մեկին 10,000 դրամ տուգանել են կամ 15,000 դրամ տուգանել են, ինքը հասկանում է, չէ՞ որ դա իշխանության վախի արդյունքն է։ Ու նույնիսկ նիկոլականներն են հասկանում, որ իշխանությունը երբ որ այտենց քայլեր է անում, դա խոճապի նշան է։ Երբ որ դու հա բոլորն են գիտեն, որ բարեկային ծառայությունը կարա մարդուն կանգնացնի, բայց երբ որ դա այտենց մասսայական 10 հոգու 20 մեքենա կանգնացնում ես ու փորձում ես, դա ցույց է տալի դու որ այդ մարդկանցից, այդ քաղաքական ուժից, այդ մարդկանցից, այդ բազմությունից դու վախենում ես։ Այսինքն դու ուզում ես վախացնել, բայց իրականում ցույց ես դնում քո վախերը։ Ընդամենը այդքան է։ Կամ լսի, ասենք բանը, երեք տեսա այդ էլի այդ ուդարնիկի մոտ, չէ՞, բանի մոտ նկարվել է։ Շուտով ինչ է սպառնում, դու հասկացար ինչի մասին է, բանի բարաբանների բուջուր վիդեո են դրել էլի, ու գրել է շուտով, ինչ է շուտով։ Իբր էլի նոր համերգ եմ անելու։ Իսկ կարող է ինքը ակնարկումա որ ընտրություններից հետո գնալու է ջազ բենդա, չգիտեմ, վարչաբենդա, ինչ է, նախկին վարչաբենդա, ինչ է ստեղծելու դրանով զբաղվել։ Չէ, իմ կարծիքով շատ ավելի նողկալի բանի մասում հետ գործ ունենք։ Լսի, հիմա նայեք, մենք հայ ենք, եւ կարծում եմ ոչ միայն հայերի մոտ է դա հայերին է հատուկ, այլ բոլոր նորմալ մարդկանց, բոլոր հասարակություններին, երբ որ քո հարևանի տունը
ասենք ես երեք Արմավիրում եմ ապրում, վստահ եմ, որ Հայաստանի բոլոր մարզերում, քաղաքներում նման բան կա։ Երբ որ քո հարևանի տունը վիշտ է, դու հաստատ ձեր տանը հարսանիք չես անում ու երաժշտություն չես միացնում, չէ՞։ Բարձր չես միացնում, հա, բացառված է։ Բացառվում է։ Ես որ փոքր էի, Երևանի մասիվում տենց բան կար, սովորություն կար, ասենք դագաղի կափարիչը դնում էին դրսում, որ նշանը լինի, որ շենքում մարդ է մահացել, ու ոչ մեկ ասենք դաժե փոքր երեխեքը երաժշտություն ու բարձր հեռուստացույց չէին միացնում, որովհետև համարվում էր, որ դա խայտարակություն է։ Խայտարակություն։ Հիմա, տես, մեր հարևան Իրանում ողբերգություն է։ Ամեն օր մարդիկ են զոհվում։ Զոհերի թիվը 1500-ը անցել է։ Ընդ որում մենակ մի դպրոցում 172 թե 175 աղջիկ երեխա է մահացել։ Դասի այդ պայմաններում այս մարդը ասում է ես հեսա շուտով համերգ եմ տալու։ Դասի դա ինչ է նշանակում։ Մի կամ ինքը ուզում է ասի, որ երբ որ ձեր մոտ մարդ է մահանում, իմ համար դա ուրախություն է, դա երջանկություն է։ Դու պատկերացնում ես, ասենք, դա ում է ուղղված։ Դա ուղղված է իր տերերին, որ ուզում է ասի, որ եթե ամերիկացիները Իրանում մարդ են սպանում, կոտորած են անում, դա իմ համար երջանկություն է։ Դա իմ համար ուրախության համերգի թեմա է։ Մենակ մարդը, մենակ այդպես դեպքում, այսինքն պատկերացնում ես հարևանի տունը մարդ մահանա, դու երաժշտություն դնես, դա մենակ այդ է նշանակելու, որ ես շատ ուրախ եմ, որ ձեր տունը սուք է, որ ձեր տունը մարդ է մահ։ Թքած ձեր վրա դուք։ Չէ, ես ոչ թե թքած ունեմ, ես շատ ուրախ եմ, որ դուք դժբախտության մեջ եք։ Ես շատ ուրախ եմ, որ ձեր երկրում ավերվածություն ու բանա։ Մենակ դա է նշանակում։ Ես քեզ 100%-ով ասում եմ։ Լավ, բայց ինչքան պետք է ոչ adekvat լինի իրավիճակին։ Էդ էլ է գալի ընտրություններից, Զարա ջան։ Էդ էլ է գալի։ Իրա միակ հույսը, քանի որ ինքը վերջնականապես հույսը կկորցրել է հայ հասարակությունից։ Գիտի որ հայ մարդիկ Տողից վազն անցել։ Հա, վազն անցել։ Ախպեր ասում են, լավ, ով կարա ինձի այս աթոռին ինձի պահի։ Մի տարբերակ է, Վահագն Հովակիմյանը ասել քեզ այդ 1500-ը գրում է, Ամերիկան որպես բանի ժողովրդավարության բաստիոն, բանը, չգիտեմ, լեգիտիմության կնիքը դնում է, իրանք ասում են, իրանք մնում են, իրանք իրանցով իրականում ամերիկացիները իրան իշխանությունը չեն կարողանալու պաշտպանել։ Եթե չեն կարողանալու պաշտպանել, բայց այդ կնիքը կդնեն, շնորհավորանքը կլինի նույն օրը, չէ՞, ասես որ ընտրատարածքները չփակած արդեն կշնորհավորեն արդար ընտրությունների իրականում կարողա փորձ անեն պահելու, բայց ամերիկացիները երկիրը չի էլի, բայց ամերիկացիները 100 տեղ փորձել են այտենց իրանց դրածոներին պահեն ու 100 տեղ է դրածոնները հետո բաները ինքնաթիռները ասած մի կերպ են թռել, հասցրել թռնեն այդ երկրներից։ Հա, Աֆղանստանում էլ չէ ունեին, ինչ էր անում, Համիդ Քարզայի թե չէ, թե Համիդ Քարզայից հետո ուրիշ մարդ եկավ։ Վերջը, ուզում եմ ասեմ, այտենց լիքը մարդիկ են ունեցել, որոնց պահել են, փորձել են պաշտպանել, բան, բայց երբ որ հասարակությունը հիմի որ հայ ժողովուրդը 90%-ով գնաց Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկեց։ Այ մարդ 90-ը չէ, 51-ով քվեարկի արդեն բավարար է։ Բավարար։ Դա 90-ը չեն քննարկում։ Ասում բավարար է, բայց բան չի, էլի, ցանկալի չի։ Չէ, ցանկալի չի, ցանկալի է համադրական մեծամասնությունը, բայց ամեն դեպքում, եթե կեսից ավելին եղավ ընդդիմադիր ուժերին, ռեալ ընդդիմադիր էլի, ոչ թե այդ քո ասած կերծ բան սուտի ընդդիմադիրներ։ Դիմանկով ընդդիմադիր։ Եթե եղավ այդ ընդդիմադիրների, ոչ մի շանս չունի։ Այս որ իրանց էս ճղում են, Գյումրի երկուս չենք թողնելու։ Այ տխմարներ, բացեք սահմանադրությունը կարդացեք։ Այդ անտեր սահմանադրությունը այս երկրի համար նախատեսել է հենց այդ կոալիցիոն կառավարման մեխանիզմները, չէ՞, որպես ամենանախընտրելի տարբերակ, հատկապես օրենքով սահմանափակում ա դրել, որ պետք է գոնե 3 լինի, երկու կուսակցություն չի կարող անցնի, չէ՞։ Այդ մարդիկ մտածել են, որ ամենալավը կլինի, որ այդ կուսակցությունները միանա կառավարություն ձևավորեն, ոչ թե գա Նիկոլը միանձնյա 80% հավաքի։ Գյումրիում ասում է, պետք է անենք երրորդ հեղափոխությունը, Գյումրիում հեղափոխություն չի եղել։ Առաջին երկուսը երբ արել է։ Իբր թե մեկը 18 թվին է եղել, մի հատն 21 թվին է արել։ Էն էլ էր հեղափոխություն։ Էն էլ էր հեղափոխություն, բայց մի հատ էլ հա։ Մի հատ էլ 26-ին է ուզում մեր գլխին հեղափոխություն անել։ Դու պատկերացնում ես։ Արդեն հեղափոխված ենք, Նախ ես ինքը նույնիսկ մի հեղափոխություն չի արել։ Նույնիսկ, որտեղ ոչ 18 թվին է, լսի, հեղափոխությունը դա գաղափարների
հեղափոխությունը առանց գաղափարության Փոխարինում է, էլի, այսինքն հին գաղափարները, հին իրավիճակը, հին օրենսդրությունը, հին կառավարման համակարգը, հին մտածողությունը Համադրությունը թողեց ոնց որ Սերժ Սարգսյանի համար կարած էր նենց հակավ նստեց մի հատ խնդիր չունեցավ դրա հետ իր լիազորությունից ոչ մի բան չսահմանափակեց մի բան էլ ավելացրեց բանը չգիտեմ կոռուպցիոն համակարգը նստեց մտան խրվեցին Նարեկ Նալբանդյանների պես նենց աճեցին մի քանի տարում ես այդ տղու մասին կյանքում չէի լսել հիմա տենց չգիտեմ Սամվել Ալեքսանյանին համարժեք տղա է էլի այս երկրում բան արատավոր բարքերը պաշտոնյաների թքել, չգիտեմ, փողոցներում մարդիկ նեղացնել, հայհոյանք տալ, այդ այն ինչ որ առաջ մենակ Սաշիկին էր վերագրվում, հիմա ամբողջ թիմն է անում գլխավոր պաշտոնյանը։ Ինչ է հեղափոխելու, այդ եմ ուզում հասկանալ։ Բացարձակ ոչ մի բան, լսի, բացարձակ ոչ մի բան Հայաստանում տեղի է ունեցել գունավոր հեղաշրջում։ Իսկ թվում է բանը, տեղերի գումարելիների տեղերը փոխելից գումարը չի փոխվում, էլի։ Մի ուժով մյուսով են փոխարինել, վсё։ Լսի, անհամեմատ ավելի վատ տարբերակ։ Անհամեմատ։ Միանշան։ Լսի, նախորդ իշխանությունները գոնե ազգային դիմագիծ ունեին։ Լսի, ինչ ասենք, չասենք, կոռուպցիա կար, չգիտեմ, անարդարություն կար։ Անվտանգության երաշխիք կար, մենք հանգիստ apրում էինք մեր երկրում, մեր սահմանները համարում էինք, որ անառիկ են։ Եկեղեցու դեմ հայկականներ ու բացարձակ չէր ենթադրվում, որ ամբողջ Արցախը նույնիսկ երբ որ կոռուպցիա կար, լսի, երբ որ կոռուպցիա կար, մեզ ասում էին, որ դա այդ կոռուպցիան արվում է հանուն Արցախի։ Զենք ենք առնում։ Իբր թե Լևի սև փողերը, այն որը որ հասարակությունների Բայց իրականում Արցախում լիքը փող էր ծախսվում, էլի, ասենք չգիտեմ, նույն Սամվել Կարապետյանի բացած հիվանդանոցը երևի տարածաշրջանի լավագույն Ես չեմ ուզում հիմա մենք նախկիների քարոզը անենք այս հա։ Քարոզը, ոչ նախկիների, ոչ ներկայի միանշանակ, բայց այնքան առավելություն որ նրանք ունեին, այսքան մինուս, մեկը չկա իրապես իրար հեղափոխի։ Ես ասում եմ մի հատ տարբերություն կար, որ ազգային դիմագիծ ունեին, ազգայինի նկատմամբ բան, ոտնձգություն չկար, ազգային ինքնության դեմ այտենց ոտնձգություն չկար, ինչ թերություններ էլ կար, թե դա բան էին անում, սվաղում էին իբր թե ազգային նպատակներով։ Պարզա որ մարդիկ դրան չէին հավատում, բայց գոնե ասում էին, մարդը իր մեջ ասում էր, արա դե եթե գողանում են այդ գողացածից 10 դրամ գողանում են կամ 1000 դրամ գողանում են, այդ 1000-ից 100-ը Արցախի վրա են ծախսում, էլի ոչինչ, էլի գոնե ինչ-որտեղ ինչ-որ արդարացված է։ Բայց հիմա որ գողանում են, ասենք մտամարտը մտածում է լավ, հիմա ինչի վրա եք ծախսում ընկեր։ Կոնջորեն Հայկը առանձնատներ է առնում։ Ինչի վրա։ Բայց ինչի մենա Կոնջորյան Հայկը։ Դու տենց վերջիններից մեկն եմ ասում, էլի վրթովել է, էլի փրփրել է, բանը շատ ինքը նեղացած է իրան զգում։ Մարդիկ հետաքնություն են արել, ապացույցները դրել են դեմը, որ դու շուկայականից ես իմ քանի անգամ պակաս գներով առանձնատուն ես դեռ բերել, ինքը համաձայն չի։ Ու մենակ ինքը չի, ճիշտ ես, լիքն են իրանք։ Նիկոլ Փաշինյանը բորբոքված հարցում ասում է Փարիզի իմ տնտների մասին եք խոսում, չգիտեմ, ես իմ որտեղի տնների մասին եք, Դուբայի տնների մասին եք խոսում։ Լսի, ինքը իրան թվում է, որ ինքը քանի որ կորցրել է այդ ամբից, այտենց մաքուր, անկաշար մարդու, որ ասում է ոնց կարելի, արա ես դες խափել էի, չէ, ես խափել էի, որ ես սուրբ եմ, արա ոնց ձեր աշկերը բացվեց, ես չեմ հասկանում, ով ձեր աշկերը բացեց, հետ պակեք ձեր աչքերը, ինչպես կարելի է, արա չեք ամանչում, կամ ասում է ինչ տուն, արա, կարող պետք է ասի ինչ տուն, ես սա բանով կանխիկով եմ պահում, ով է ձեզ ասել, որ ես այդքան չէ, բիտկոյնով չէ, ինքը գիտի, որ բիտկոյնը կեղծ բան անգեր։ Իրա տիպի կարկառուն անդամներ, մենակ բիտկոյնով են կաշառք վերցնում։ Կարող է կաշառք վերցնում են բիտկոյնով։ Հետո ձևափոխում են կանխիկը, որովհետև բոլորի համար պարզ է, որ բիտկոյնը դա մի հատ ֆինանսական պիրամիդա է, որը վաղ թե ուշ փլվելու է։ Եվ չեմ կարծում, թե իրանք այդքան միամիտ են։ Չէ, ուղղակի փաստ է, էլի, այն որ իրանք տենց մենք ձերպես տղեկ ենք, մենք գալիս ենք մենակ երկրին ծառայելու, մենք գալիս ենք մենակ պետությունը շենացնելու ու հիմա կանգնած հոտ է տալիս, տենդերը հայտարարել է։
Հետո ինչ որ հայտարարել ես 100 անգամ էլ ուրիշ տենդերս հայտարարել, հետո չեղարկել ես, հետո տենդերը հայտարարել ես, մեկը կրելա, փողերը վերցրելա, թռելա, չեք կարողացել, որակ ապահովեք ծառայությունը չի մատուցվել, այդ մարդուն սև ցուցակ եք գցել, նորից եք տենդեր հայտարարել, խո միլիոնավոր դեպքեր են եղել ես։ Զարա, ես sense մի հատ քեզ բան ասեմ։ Էլի կասես ձեր օրին, բայց դե մարդը իր կյանքից ձեր մարզը, որովհետև 21 թվին ավելի շատ ձայն ա տվել Նիկոլ Փաշինյանին, քան 18-ին։ Բացառիկ մարզը։ Բացառիկ հայտարարք։ Այո։ Լսի, հիմա քեզ օրինակ այս անախանցած տարի Արմավիր Երևան այդ ավտոճանապարհը ասֆալտապատվեց։ Այդ ճանապարհը չէր ասֆալտապատվել սովետական միության ժամանակներից։ Մոտ 40 քանի տարի։ Հիմա ես քեզ հարցեմ, երբ որ սկսեցին քանդել, իմ շրջապատում լիքը մարդիկ, դե կարկատած երեսերներ, ասենք, անընդհատ կարկատում էին, դե 40 տարին քիչ չի էլի հիմա։ Լսի, մարդիկ բոլորը ուրախացել էին։ Դե ես էլ մեքենա ունեմ, կարայի ես էլ ուրախանայի, չէ, կարայի ես էլ ուրախանայի, կարայի։ Տեսականորեն, բայց ես տխրել էի։ Լսի, ես այդ մարդկանց ասում էի, որ այս սովետական ասֆալտը sense կարկատելով բանով հələ կարող է մի 40 տարի էլ ծառայի։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը այդ ասֆալտը անի, դա մի 3 տարուց հետո քանդվելու է։ Լսի, ես մի քիչ լավատես էի, մտածում էի 3 տարի կդիմանա։ Լսի, արդեն այդ ասֆալտը քանդվում է 2 տարի հետո։ 2 տարի հետո արդեն քանդվում է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը տեղից ինչքան փող աշխատեց։ Ես չգիտեմ։ Ես չեմ աղնա տարել ասֆալտը։ Ասում աղնա կերել մատաղը։ Այո։ Աղնա։ Լսի, ուրեմն եթե այդ լոգիկայով առաջնորդ։ Չէ, բայց այդ մայրուղու վրա աղ չեն արել։ Արել են։ Լսի, հա, ենթադրենք արել են, բայց եթե տենց լներ, այդ հյուսիսային երկրներում որ ոչ միտեղ ասфальտ Իսկ Մոսկվայում կոշիկը հագնում ես միջև այն հիմնահատակ ծակվում է իրանց աղից, բայց ասֆալտը իր տեղում է։ Ես էլ երկար ապրել եմ ընդ։ Ինչի Մոսկվան, լսի գնա Բելարուսիա, գնա Ուկրաինա, նույնիսկ Ուկրաինայի նման կոռումպացված երկրում ասֆալտի վրա ամեն տարի աղ են բանանում։ Էլ չեմ ասում եվրոպական երկրների մասին, մեր հարևան Թուրքիան, այնտեղ էլ է ձյուն գալի ավելի շատ այդ հյուսիսային հատվածներում, չէ՞, այդ Գյումրու բանի։ Դες մարդիկ գնացել են Կարս, ասենք հիմի Կարսում պետք է ասֆալտ չլներ, բայց 10 Վրաստանը, լսի, Վրաստանն այնց ասֆալտա մարդու նախանձ է գալիս։ Հա, նույնիսկ այդ Բաքուրյանի։ Չէ, իրանք այդ հիմա բացատրություն ունեն, ասում են տարի աղնա, անցյալ տարի բիտումներ պակաս, նրանից առաջ չէինք ջոգելու մենք տվել տենդերը, եկավ մտավ Սովորում ենք։ Ախպեր այդ փողը ուտելը մի անգամից ծնված օրից գիտեիք, բայց ասֆալտ անելը նոր եք սովորում։ Ախպեր այդ ոնց ալնում էլ ես չեմ հասկանում։ Ու շատ լավ տեղավորվում են բոլոր մեխանիզմների։ Հələ կոռուպցիան, ասենք, այդ ոնց է ԻԾՆ կոռուպցիան գիտեիք, բայց ասֆալտ անելը չգիտեիք։ Ես չգիտեմ, ախպեր։ Օրինակ դրա պարզ պատասխանը կա, գիտես ինչ կա։ Ասում է ուտելը մարդու բնական բանն է, ասենք, ոնց որ շնչելը։ Հա, դա բնական, ասենք, ռեֆլեքսներից մեկն է։ Պրոստը սա այս մարդիկ, ասենք, ոչ թե բանականությամբ են առաջնորդվում, այլ ռեֆլեքսներով, որ տենում են ուտելու բան կա, ախպեր գիշացիչ այդ սկզբունքով եթե ուտեն մի օր sense որ աս մատինալի ատայցի էլի մի օր գմփալու են։ Դա գմփացել են էլի։ Իշխանությունը իրականում, նիկոլական իշխանությունը գմփացել է։ Զարա ջան, ես քեզ ասում եմ, իրանք խայտարակ խոճապի մեջ են։ Խայտարակ։ Բան չի ազգային ժողովի նախագահը գրում, դե հիմա էլ գրեք, որ ռեժիմը խոճապի մեջ է։ Լսի, տենց պետք է գրի, բայց դա իբր թե իրանց խելքով իրանք իրանց դուխ են տալի, որ տեսեք մենք վախեցած չենք, այն որ ասում եմ ավելի շատ ձայն ենք հավաքելու, քան 21-ին։ Ես այն որ ասում եմ մարջ կգամ, որ բան։ Այո։ Այդ ցանկացած բռնապետ մինչև վերջի պահը։ Մարջագալի, որ ինքը իր իշխանությունը հավերժա։ Ես ձեզ մի հատ խորհուրդ կտամ բռնապետերի մասին, մի հատ հետաքրքիր ֆիլմ կա։ Այն բանի Բորատի կինոն ես ասելու։ Կոենի։ Հա, կոչվում է դիկտատոր ռուսերեն։ Վերցնեք նայեք։ Եվ կտեսնեք Նիկոլ Փաշինյանի կերպարը։ Այն ուզում եմ ձեզ շատերը նայել եք, իհարկե դա այնց չի որ ես եմ հայտնաբերել այդ ֆիլմը։ Շատ են ցիտում գիտես չէ, դու առաջինը չես որ այդ դիկտատորը Նիկոլի հետ կապված ցիտում են։ Լսի, գիտես որն է ինձ հատկապես դուր գալի, այդ ֆիլմը սկսվում է նրանով, որ օլիմպիական խաղեր են, չէ, ինքը կազմակերպում։
ու Բոլոր մրցակիցներին գնդակահարում։ իր ձեռքը զենք կա ու sense պատտվում է ամեն երրորդին գնդակահարում է, ով որ փորձում է Իրանից առաջ անցնել։ Հա իրանց լոգիկայով տենց է, եթե բոլորին սպանենք, բոլոր բայց հասկանում ես, այստեղ սպանելը այդքան էլ հնարավոր չի։ Միակ բանը, որ իրանք կանան անեն, չորով կեղծելն է, համաձայնում եմ, դու դրա առարկություն չունեմ, բայց գոնե մի քիչ համեստ պահեն իրանց, էլի այս էտապում, որ բարձրացած չորով կեղծելն էլ երկ չի։ Ես էլի եմ ասում, նախորդ անգամ եմ ասել։ Եթե մի 80-ից 100,000 մարդ փողոց դուրս գա, իշխանությունը sense այն որ ինֆլյացիաներով տեղափոխվելու է Դուբայ, որտեղ է տունը։ Չէ, դու ուզում ես Դուբայում հիմա բան չկա, ապահովություն չկա, չէ, ապահովություն չկա։ Հիմա եվրոպական ուղղություններ Մենք դեմ չենք, ցանկացած ուղղություն իրանց ընտրությամբ, ավելին ասեմ, կարանք ազգովի գծվենք, այդ տոմսերն էլ առնենք, որ իրանց հաշվին չթողնենք։ Ես միշտ մտածում եի, որ Թուրքիա է փախնելու, բայց դե հիմա ասենք ինքը թուրքերին իշխանություն ունեցած Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանն են իրանց պետք։ Ասենք առանց իշխանության Նիկոլ Փաշինյանին ընդունեն որպես ինչ։ Չգիտեմ։ Չէ, ես վստահ եմ չեն ընդունում, չէ։ Տեսել եք թե չէ, եթե չեք տեսել, հետևորդներին էլ եմ ասում, 4 իշխանությունը մի հատ շատ լավ նյութ էր գրել ապագայի կանխատեսում, էլի Վանգայի ոնց որ բան ուտեղ էր որ բանի, չգիտեմ, արդի քրեակատարողական հիմնարկում Նիկոլ Փաշինյանը, բան, չգիտեմ, ինչ նամակ է գրում, բանում Ռուբեն Ռուբինյանին չհաջողվեց արտահանձնումը ստանալ, որովհետև նա բանում Ստամբուլում շուկայում շաուրմայի առաքիչ աշխատում եւ թուրքական իշխանությունները հրաժարվում են իրան արտահանձնել։ Այնքան նման է այդ քո նկարագրածին էլի այս նյութը, որ սրանք էս ապագան են ունենալու, բայց իրենք շատ ինքնավստահ են, ինձ է դա սպանում։ Կամ էլ ձև են անում, կամ էլ քո ասած թատրոնն է։ Ինքնավստահ մարդը չեր հրահանգի բարեկային ծառայությանը, սենց ցուցադրաբար մարդը ապացուցելու կարիք չեր ունենա։ Այդ իրի հարցումներն է, այդ լավ փարոշ խոսքն է։ Լսի 10 քանի մեքենա Դեսի հաղթելու ես, ինգեր, այդքան մեծ վարկանիշ ունես, մարդը կասե դե թող հավաքվում են։ Այլ մի բան էլ Սամվել Կարապետյան բաց թող գնա մաքսիմալ քարոզարշավելնի, որ քո հաղթանակը լեգիտիմ լինի, ցայտուն լինի, չէ՞ որ այս քաղաքում մեկը չլինի, որ մտքով կանցնի, որ դու կարող ես մուխլոժով ես հաղթել, ոչ թե իրական հաղթանակ ես ունեցել, ասա։ Ես տենց կանեի, եթե տենց իմանայի 80% ձեն ունեմ, էլի ոնց որ իրանք։ Դե հա, ես հենց այդ եմ, դրա համար եմ ասում, որ ինքը այնքան վախեցած է ու այնքան խուճապ։ Լսի, այդ նույնիսկ այդ հայտարարությունները, որ արի մարշ գանք, որ 21 թվին, դա խուճապի արտահայտություն է ընդամենը։ Դա վախի, պարտվածի եւ խուճապահարի հայտարարությունն է։ Այն բաներ են ելնում է, տեսած կլնես բոքսի կամ այտենց մենամարտներից առաջ, որ մրցակիցները հարցակվում են մեկը ասենց հիմար ձևի այդ հակառակորդին նույնիսկ բան անում խփում է հետո մտնում են ռինգի մեջ բռնում են ծեծում են գցում են գետնին ասենց ապուշացած խեղճացած ինքը իր այդ բանից ակլորացած տեսքից հիմա իրանց իշխանությունն է իբր իրանց արևին ուզում են բան անեն էլի այտենց հաղթողի կեցված կընդունեն այտենց անպարտելի հա բայց դա իրականության հետ որևէ կապ չունի կամ դա իրականում ոչ մի ազդեցություն չի ունենում բանի վրա պայքարի վրա եթե դիմացինը ընդհակառակը հանգիստ ասենք հավասարակշռված է իրան պահում շատ ժամանակ այդ քո ագրեսիվ պահվածքը քո դեմ աշխատում Համաձայնեմ, եթե քեզ առարկում են փաստերով, քեզ բան են անում, հակադարձում են ծրագրով, քեզ ոչ թե Facebook-յան քարոզարշավ են անում, այլ չգիտեմ, քո ասած ռեալ հողի վրա գոյություն ունեցող գրասենյակներ են բացում, դու ստացվում է, որ քո աշխարհը sense հիստերիկ վիրտուալ TikTok-ային է, այս մարդկանց հետ ընդ ռեալ կողմի վրա է։ Մի հատ էլ խուճապի ապացույց ասեմ, հենց այսօրվա հետ կապված։ Ուրեմն Վիտալի Բալասանյանը Այ հասպան Լսի հայտարարել է թե Հայաստանի փրկությունը բանի մեջ է միութենական պետության մեջ է Ուրեմն այս ԿՊ-ականները մի կետից տված սենց այն կնոպկով պուլտով տված հրահանգով Արա բան չգիտեմ չհամարձակվեք Սրանք ուզում են ընտրությունը կրեն տանեն ձեզ միութենական պետություն սարքեն Նախ Վիտալի Բալասանյանին ներկայացնում են որպես Սամվել Կարապետյանի բան
կողմնակից։ Յոթսավը տանը մահացեի վրա մեկը մոլոտովի կոկտեյլ ա գցել, էտել են ասում են Սամվել Կարապետյանի աջակիցն է։ Հա, թե չգիտես, ասենք թե օրինակ ես չգիտեմ, ասենք դա ինչ կապ ունի կամ երկրորդը։ Գիշը դիմարվել, չգիտեմ ոնց վարկաբեկ է։ Հա, երկրորդը, ես իմի հարց եմ տալի, միութենական պետությունը տենց հասկացություն գոյություն չունի, իրականում գոյություն չունի, լսի։ Չկա այդ պետությունը հələ։ Դե պետք է ստեղծվի, այդ ուրիշ բան։ Ահպեր, այս մարդը ինչ որ մի հատ տեսակետ է հայտնել։ Ասում եմ միութենական պետություն, սրանք մի ինքնիշխանության պաշտպան, ահպեր նախ Հայաստանը ինքնիշխանություն չունի։ Եվ երկրորդ այդ մարդը, որ այդ տեսակետը հայտնել է, իր հայրենիքը արդեն կորցրել է։ Արի արդար դիտենք, Արցախցի մարդը իր Արցախը կորցրել է, հայտնվել է այս մի պուջուր կտոր հողի վրա, ու չգիտիս რა ճակատագիրը Նիկոլի Պարագայում վաղը սենց ա լինելու, տենենց ա Լսի, լինելու։ ես դրան չեմ էլ ուզում անդրադառնամ։ Միութենական պետություն, այտենց հասկացություն գոյություն չունի։ Ունի, մենակ Նիկոլի Քարոզչության- սարսափների գրքում, ինքը բան ունի, չէ՞, մի հատ լիստ ունի, նախկինները Թալանը, ռուսների ծայրագավառ, միութենական պետություն։ 100 հոգի, 1000 հոգի Հայաստանում, ասում է նույն այդ իշխանությունը, նույն այդ Նիկոլ Փաշինյանը, ասում է, որ Հայաստանը ուզում ենք դառնա Եվրամիության անդամ։ Լսի, Ինչով է տարբերվում, մարդ չի հասկանում։ Շատ բանով է տարբերվում։ Եվրամիությունն ու միութենական պետությունը իրարից շատ մեծ բան, միութենական պետությունը գոյություն չունի, Եվրամիությունը գոյություն ունի։ Եվրամիությունը ունի ընդհանուր դրամական միավոր, որպեսզի մարդիկ հասկանան ինչի միութենական պետությունը գոյություն չունի։ Ես դրան եմ համեմատությունը բերում։ Միութենական պետությունը ընդհանուր դրամական միավոր չունի, Եվրամիությունը ունի։ Եվրամիությունը ունի ընդհանուր արտաքին քաղաքականություն եւ ընդհանուր այսպես ասած կառավարման տնտեսական էլ ունի։ Լսի, կառավարման մարմիններ ունի, արտգործ նախարար ունի, այն Ջիժ Կայա Կալասն է, չգիտեմ վարչապետ ունի, այն մյուս բանն է, Ուրսուլա ֆոն դեր Լայնն է, ունի նախագահ, ունի ընդհանուր տնտեսական քաղաքականություն, ունի ընդհանուր դրոշ։ Լսի, միութենական պետությունը ոչ ընդհանուր դրամ ունի, ոչ ընդհանուր տնտեսական քաղաքականություն ունի, ոչ ընդհանուր դրոշ ունի, ոչ պետական կառավարման ընդհանուր մարմիններ ունի, այսինքն չկա էլի որ ասես սա միութենական պետության Ոչ անդամ ունի, ոչ գոյություն ունի, կարաս չթվարկես դալշը։ Ուրեմն Եվրամիության անդամակցելը դա Հայաստանի ինքնիշխանության խախտում չի։ Հաստատում է, բարձրացնում է, բանի ինքնիշխանության եւ ժողովրդավարության աստիճանի բարձրացում է։ Իսկ ով որ խոսում է բան միութենական պետության մասին, դա Հայաստանի ինքնիշխանության դեմ է։ Ահա ասես գժություն, ասես աննորմալություն, դու որտեղ ես տեսել։ Մենակ Հայաստանում, ես քեզ ասեմ։ Չէ, բացահայտ մանիպուլյացիայով սուտ ասելը։ Լսի, ինչի համար։ Միջին քաղաքականությունն։ Լսի, բայց ինչի համար է դա արվում։ Օրինակ այդ այսօրվա քարոզությունը, այդ կեղծ, որ իբր թե սրանք անընդհատ ինչ որ ձևի ուզում են թիրախավորեն բանին, իրանց քաղաքական հակառակորդներին։ Ինչ որ մի բան գտնեն, իբր թե, այն որ ասում բան էլ նես մի քիչ կենցաղեն կեղտ գտնեն, այդան վրան բազար բացեն։ Ընդ որում դա ինչ որ ստատիկ կեղտեր են նկատել, ասենք նես չի օրինակ կրեատիվ են նոր բան են մտածում, այլ չէ, ինչ որ միացած ցանկ ունեն, այսօր առավոտը բան, չգիտեմ, միութենական պետությունն է, մյուս օրը, չգիտեմ, Ռուսաստանից նշանակված։ Ռուսաստանից նշանակված, բան ռուսական կապիտալ չգրանցել։ Բան է, ստանդարտ ցանկի մեջ ենք, էլի, ոչ աճ, ոչ ձախ չենք գնում։ Լավ, ասենք խոխես կատակ չեն։ Սենց այդպես արը չհասկացնք ես ոնց թե ձեզի ոնց կարելի է թողել իշխանությունը ձեզ հանձնել, որովհետև դուք Հայաստանը ուզում եք միութենական պետ։ Ասենք մեկը ելնի ասի ախպեր ասի։ Լավ, ես ուզում Որտեղ ես դու դա տեսել, որ ծրագրի մեջ ես այդ տեսել։ Լավ, անգամ եթե ենթադրենք իրանք դա ուզում են, դա պետք է սահմանադրություն փոփոխվի։ Չէ՞, այն որ Նիկոլ Փաշինյանի Մալիևի պատվերով նոր սահմանադրություն ա գրում ու պետք է բանի հանրակրվեի դնի ու կարողանա անցկացնել։ Լսի, դուք որոշում եք կայացրել ազգային ժողովում, որոշում եք կայացրել, որ Հայաստանը որդեգրում է Եվրամիությանը միանալու քաղաքական բանին։ Լսի, դուք դրանով արդեն Հայաստանի ինքնիշխանությունը կամ այդ Հայաստանի ախր ինչ մի բանը որ չկա, ոնց կարելի է կորցնել։ Ասում են Հայաստանը ինքնիշխանությունը չի, լսի Հայաստանից այսօր ինչ է կախված, կարաս ասես։ Ասենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունից։ Կարամ ասեմ, Նիկոլը սուջուխուտի թե պերաշկի։ Այդ կա։ Մեկ էլ ես ասում եմ, Երևանի մարշրուտն ու գծերը, օրինակ ասենք
նոր որ մտածում էի, ասենք Նիկոլ Փաշինյանը ինչ կարա, ասենք կարա, ասենք ասի 61 համարը, ասենք ոչ թե ցգան խանութի այս կողմով գա, ասենք գնա Ամիրյանով գնա, ասենք։ Օրինակ այդքանը ինձ թվում է հələ որ կարա։ Այդքանով ինքնիշխան է Հայաստանը։ Դες տարածքային ինքնիշխանություն Ահագին, աջակցում։ հա, ահագին ինքնիշխան պետություն է, հա։ Այդ իմաստով հələ որ այտենց լուրջ հարցերում ասենք Նիկոլ Փաշինյանը Սկզբունքային դեպանդը դիրքորոշում դրսևոր է։ Լավ ամոթել է ընկել ենք։ Չես ասում են մենք մեր ինքնիշխանությունը չենք կորցնի, ապեր մի ոնց որ ասեմ ես $1 միլիոն չեմ կորցնի։ Ախպեր Չկորցնես, որ գտնես անպայման չկորցնես նայա։ չկա այդ $1 միլիոնը չունեմ ոնց կորցնեմ։ Հիմա դուք այս երկիրը այնպես վիճակի եք հասցրել, որ այդ ինքնիշխանությունը չկա։ Ոնց հիմա ասենք այսինքն Վիտալի Բալասանյանի հայտարարությամբ, հա, պետք է Հայաստանը իր ինքնիշխանությունը կորցներ։ Ռուսները ասում են, չէ, ни смех, ни грех։ Ոչ ծիծաղալու է, ոչ լացելու է, ախր չգիտես էլ, ասենք սրանց գժությունների վրա ծիծաղես թե լացես։ Լավ, ինձ թվում է այնքան քիչ լսարան ունի այդ հոգեկան հիվանդ դրսևորումները, որ դրա մասին խոսելն անիմաստ է, իրան ընտրողը իրան ընտրելու է, իրան չընտրողը ինչ էլ լսի, իրան չի ընտրելու, էլի, այդտեղ բան չի փոխվելու մեր կյանքում հատկապես։ Ամփոփենք։ Ամփոփենք, ուրախ էր այսօր, ինձ թվում է մեր հետևորդներին էլ ուրախ, հիշեցնեմ եւս մի անգամ, որ պետք է մեզ բաժանորդագրվել, կարող եք մեկնաբանություններ գրել, կարող եք Ավետիսին հարցեր գրել։ Օրինակ վաղուց Ավետիսին կոմպլիմենտ չեք գրել։ Դա ավելի դե լավ է մանյա։ Ասել եմ։ Դու մի անգամ պաս տվեցիր ինձ կոմպլիմենտ գրել, տվեցիր ես իմ քանի հատ կոմպլիմենտ։ Ես դրա նախ դա ես համարում եմ շատ վատ բան։ Մենք բոլորս ունենք խրախուսանքի կարիք։ Ես չունեմ։ Այնքան շատ հետապնդող, վերավորող, այնքան տղաջ մարդ կա մեր կյանքում։ Թող մի քիչ էլ մեր գոնե այն մարդիկ, ովքեր մեզ սիրով են նայում, թող մի քիչ էլ այդ մարդիկ մեզ լավ բաներ գրեն։ Դրանից ոչ մեկ չի վնասվի։ Թող քեզ գրեն։ Չէ, երկուսը գրեք։ Հաջողություն կհանդիպենք հաջորդ երկուշաբթի։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության ասում։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյան տա, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։